Ջրի արտահոսքի հետքերով բազմամնակարար շենքը որ արկում ենք։ Մենք Հիմա 5-րդ հարկում ենք, ինչ-որ խրոնիկացած արտահոսքը, պատվիրատուն արդեն շուտվանից չարչարվում է, բազում տեղեր քանդել են, սա ներքևում ենք, վարձում ենք, հասկանանք խնդրի բուն պատճառը։ Վերևի հարկում ենք, արդեն սա շախտեր ինչ-որ քանդել են, փորձել են գտնել, բան չի ստացվել, անցնենք ուսումնասիրությունների։ Այսպեսի սահանգություն ենք։ Դե ինչ երկու խնդիր եմ հայտնաբերել, այսինքն հիմնական գլոբալ խնդիրը մեզ մոտ սառը ջրից արտահոսք այս հատվածում է, քշորը ժամը 12-ն չգիտեմ այս հատվածը կքանդենք թե ոնց, երկրորդ խնդիրը տրապի մեջ, սա կամերայով ցույց տամ։ Երկրորդ խնդիրը սա է, այսինքն այս վերևի խողովակի ու այսինքն տրապի ու խողովակի մեջի զազորն է, այսինքն տրապը թևի է տեղադրած, այսինքն տրապը երկրորդական որ դրել են, ուղղակի խողովակաշարին մոտարապես սանտիմ ու կեսով չի հասնում։ Երկրորդ խնդիրը դա է։ Դե ինչ, էլի դատարկ փոչր խնդիր, այսինքն այս փական էլի տեղադրած, հետևից հոսելա մեջը ըստ երևույթին, այս ամեն դեպքում կխցանեմ մի հատ ճնշում կտամ, հասկանամ մենակ դա էր պատճառը, մի խոսքով դատարկ խնդիր, այսքան այս մարդուն քանդել են տվել։ Դա ինչ, այդտեղ սառը ջրի արտահոսքը կասեցված է, այսինքն խնդիրը փականն էր, բայց այդտեղ այս մի տրապը ոնց որ կասկածներ հարուցեց, որ մի տրապն էլ ուսումնասիրեմ, ու այստեղ էլ է խնդիր։ Իսկ խնդիրը հետևյալում է, այսինքն այս տրապի ու սալիկի արանքը էլ այսպես ճաքեր կան, ինչի պատճառով է սա առաջացել, այսինքն տրապը տեղադրված է էլի մոտարապես 2 սանտի ներքև։ Այստեղ սալիկը ոնց որ ընդհանուր մակարդակից երկրորդ հարկով են հավաքել, այսինքն այստեղ բարձր է սալիկը, տրապները թողել են, այսինքն կոյուղագիծը 5 կոյուղագիծն է մնացել, ուղղակի սալիկը երկրորդական վրայից շարել են ու այդ ճաքերը հաշվի չեն առել, այսինքն լողանալու ժամանակ կլապանը փակվում է, մակարդակը բարձրանում է ու ստեղից նույնպես հոսում, որովհետև սառը ջրի արտահոսքը այդ ծավալը չուներ, ամեն դեպքում ինքը կատկտոց էր, բայց ոչ չռոց։ Չռոցը արդեն այս երկու տրապն է։ Այսինքն լողանալու ժամանակ մազակալում բարձրանում է, ու տեղից էլ չռում։ Ուշադիր կառուցեք։